իշխանությունը այստեղ չունենալու ուժը քաղաքական, մենք մեր թիմում մեր կարգախոսն է, որ մենք գնալու ենք միայն հաղթանակ մեր քաղաքական ուժով։ Իսկ վաղարշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներին ինչ եք առաջարկում։ Մենք վաղարշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներին առաջարկում ենք առաջնային անվտանգությունը պետք է ապահովենք երկրի։ Երկրորդը վաղարշաբաթ խոշորացված համայնքում մտնում են 18 գյուղական համայնքներ, պետք է զարգացնենք մենք գյուղատնտեսությունը, մենք ներդրումային համակարգ ենք ներդնելու, զարգացնելու ենք քաղաքը, առաջնային քաղաքի բարեկեցությունը, քաղաքի անվտանգությունը ասելով դուք ամեն օր տեսնում եք ինչեր է կատարվում այս քաղաքում, երթևեկության ունեք բախումները, սպանությունները, որոնք վերջին ժամանակահատվածում աճել են։ Բախումները, թմրամոլություն է, ամբողջ հանրապետությունով մենք տեղյակ ենք ինչ է կատարվում։ Նաև հոգևոր քաղաքը մարտահրավերների առաջ, ընդհանրապես եկեղեցին է այսօր կանգնած մեծ մարտահրավերների առաջ, այս առումով ինչ կարող եք ասել։ Ես իմ Facebook-յան էջում գրել եմ, որ ես եկեղեցու կողքին եմ, աջակցում եմ հայ առաքելական եկեղեցուն եւ պետք է համայն հայությունը թույլ չտա հարձակում եկեղեցու վրա, դա միայն մեր քաղաքական ուժի խնդիրը չի, դա ողջ հանրապետության, մեր ազգաբնակչության, քրիստոնյա ազգաբնակչության խնդիրն է, պետք է բոլորս համախմբենք մեր հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ թույլ չտանք ոտնձգություններ եկեղեցու առջեւ։ Շնորհակալ եմ։ Եվ ինչպես եք օրինակ ներկայանում վաղարշաբաթի բնակիչներին, դուք ինչով եք առանձնանում, ինչ ուղի եք անցել։ Ուղին 25 տարի ծառայել եմ զինված ուժերում, որից առյուծի բաժինը ծառայել եմ Արցախի եղնիկների զորամասում, շարքային զինվորից մինչև պաշտպանության նախարարությունում զբաղեցրել եմ կարևորագույն վարչությունների պետի տեղակալի հաստիքներ, շատ կարևորագույն։ Զբաղեցրել եմ վերջից պաշտոնը բանակի բարոյական ապահովման բաժնի պետ վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։